Պատմական ամսաթիվ Շիո երրորդը դարձավ Վրաց ուղղափառ եկեղեցու նոր կաթողիկոս պատրիարքը։ Գահակալության արարողությունը տեղի կունենա վաղը Սվետիցխովելիի տաճարում։ Եկեղեցական ժողովում 22 քահանայապետ աջակցեց նրա ընտրությանը։ Շիո երրորդը մի քանի օր առաջ կատարեց իր առաջին պատրիարքական ծառայությունը Սիոնում եւ մատուցեց պատարագ նվիրված Նորին Սրբության Իլիա II հիշատակին։ Երկրի նախագահը շնորհավորում է նոր պատրիարքին ընտրության կապակցությամբ։ Մեր եկեղեցու նոր հոգևոր առաջնորդի ընտրությունը մեծ ազգային եւ խոշոր նշանակություն ունեցող իրադարձություն է, քանի որ այն անմիջականորեն կապված է մեր հայրենիքի եւ ժողովրդի հոգևոր կյանքի, միասնության եւ դարավոր ավանդույթների հետ։ Ես հավատում եմ, որ ձեր ղեկավարությամբ Վրաց ուղղափառ եկեղեցին ավելի կամրապնդվի։ Կաթողիկոս պատրիարքի դերը հասարակությունում խաղաղության, սիրո եւ փոխադարձ արգանքի հաստատման գործում անգնահետելի է։ Ես հավատում եմ, որ ձեր աշխատանքը հիմնված կլինի այս արժեքների վրա։ Ձերդ սրբություն, մաղթում եմ ձեզ բեղմնավոր եւ աստվածային օրհնություն։ Թող ձեր աշխատանքը դառնա բազմաթիվ բարի գործերի հիմք մեր եկեղեցու, հայրենիքի եւ մեր յուրաքանչյուր հայրենակցի համար, գրում է Միխայիլ Ղավելաշվիլին։ Նոր կաթողիկոս պատրիարքին շնորհավորում է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այսօր մեր ազգային եւ հոգեվոր կյանքում պատմական նոր էջ է բացվում։ Վրաստանի ուղղափառ եկեղեցին նոր առաջնորդ ունի։ Շնորհավորում եմ ողջ Վրաստանին կաթողիկոս պատրիարքի ընտրության կապակցությամբ։ Նորին Սրբություն եւ Երանություն Շիո երրորդը մեծագույն հարգանքով շնորհավորում եմ ձեզ այս բարձր պատվավոր եւ բարձր պատասխանատու առաքելությանը ստանձնելու կապակցությամբ։ Մենք հավատում ենք, որ դուք արժանապատվորեն կշարունակեք մեծ հոգևոր ժառանգությունը, որը մեր Սրբություն եւ Երանություն պատրիարք Իլիա II տասնամյակներ շարունակ ստեղծել է հատուկ իմաստությամբ եւ սիրով։ Հայտարարություն է տարածում նաև խորհրդարանի նախագահը։ Պատմությունը շարունակվում է։ 2000-ամյա Վրաստանի եկեղեցին ցնծում է մայիսի 11-ին տիրոջ կամքով Անդրեաս Արաչինի աթոռին Վրաստանում քրիստոնեության հռչակման 1700-ամյակին ընտրվեց նոր պատրիարք Շիո երրորդը։ Թող Աստծո ողորմությունն ու շնորհը չթուլանան նրանից։ Պատրիարքի խաչը ծանր է, դրա կրումը պահանջում է հատուկ օգնություն։ Շնորհավորում եմ բոլորիդ այս մեծ պատմական օրվա կապակցությամբ։ Պատմությունը շարունակվում է։ Վրաստանի 2000-ամյա եկեղեցին ցնծում է, գրում է Պապուաշվիլին։ Վրաստանի եւ Սլովակիայի միջև խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը եւ եվրոպական ինտեգրման գործընթացը։ Այս թեմաները քննարկվել են խորհրդարանի նախագահի Պրատիսլավա կատարած այցի ժամանակ։ Շալվա Պապուաշվիլին ամփոփել է քննարկումը։ Նրա խոսքով այցը եւ ստացված ուղերձները ընդգծում են երկկողմ հարաբերությունների նոր փուլը։ Ընդդիմության մի մասը պատրաստվում է հայտարարված հանրահավաքի համար, որը նախատեսվում է անցկացվել մայիսի 26-ին։ Այս կազմակերպումներն ու նախապատրաստությունները ընթանում են փոխադարձ մեղադրանքների ֆոնին։ Միխայիլ Սաակաշվիլին դատապարտում է դաշինքի գործունեությունը եւ կոչ է անում ավելի արմատականացում։ Լևան Խաբեիշվիլին նույնպես դժգոհություն է հայտնել մայիսի 26-ի հանրահավաքի նախապատրաստական արշավի վերաբերյալ։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց քաղաքային դատարանի որոշումը 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների բողոքի ցույցերի ժամանակ կալանավորվածների վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է Զվիատ Ցեցխլաձեին, Վախտանգ Կարասաձեին, Վասիլ Կաձելաշվիլիին, Ինսիվ Ալիևին, Թորնիկե Գոշաձեին, Գյորգի Գորգաձեին, Նիկոլոս Ջավախիշվիլիին եւ Իրակլի Միմինոշվիլիի գործերին։ Դատապարտված անձիկ իրավունք ունեին դատավարության ժամանակ իրենց վերջնական խոսքը ասել։ Դատավոր Թամար Մչեդլիշվիլին վերադասակարգեց մեղադրանքները եւ մեղավոր ճանաչեց նրանց քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով, որը վերաբերում է խմբային գործողությունների կազմակերպման կամ դրանց մասնակցելուն։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը խոսում է Վրաստանի հետ հարաբերությունների մասին։ Մենք ցանկանում ենք նոր էջ բացել մեր վրացի գործընկերների հետ Բրյուսելում, Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ ասել է Անդրեյ Սիբիգան։
Նա հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը եւ մոտ ապագայում կհանդիպի նախարար Մակա Բոջորիշվիլիի հետ։ Թեհրանը մերժեց ամերիկյան ծրագիրը, քանի որ ըստ իրանական կողմի այս շարունակվում է Թեհրանի կողմից Դոնալդ Թրամփի չափազանց պահանջներին ենթարկվելը։ Լրատվամիջոցները գրում են, Իրանը Պակիստանի միջոցով Ամերիկային ուղարկեց առաջարկելու առաջարկի պատասխանը։ Ըստ հաղորդագրությունների, պատասխանը կենտրոնացած էր բոլոր ճակատներում պատերազմի անհապաղ դադարեցման վրա։ Իրանական տեքստը ներառում էր Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում, պատերազմի հետևանքով Ամերիկայի կողմից Իրանին պատճառած վնասի փոխհատուցման պահանջ։ Իրանը 47 տարի խաղացել է ԱՄՆ-ի եւ մնացած աշխարհի հետ եւ վերջապես ստացել է մեծ մրցանակը, երբ Բարակ Օբաման դարձել է նախագահ, ասել է Ամերիկայի նախագահը եւ պարզաբանել, որ Ամերիկայի նախկին նախագահը շատ լավ էր Իրանի հետ, քանի որ անցել է նրանց կողմը մի կողմ եւ մղել է Իսրայելին եւ մյուս բոլոր դաշնակիցներին եւ Իրանին նոր հնարավորություն է տվել շարունակել ապրել։ Նավթի գները կրկին են բարձրանում։ Brent հում նավթի գինը բարձրացել է 3,17%-ով, հասնելով 1 բարելի համար ավելի քան $104։ Ամերիկայի հում նավթի գները նույնպես աճել են 3,21%-ով, հասնելով $98,48 1 բարելի համար։ Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել Վրաստան մեծ եւ հատկապես մեծ քանակությամբ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ ներմուծման մեղադրանքով։ Սարփի Մաքսային անցակետի տարածքում մեղադրյալների անձնական խուզարկության ժամանակ Մաքսային դեպարտամենտի եւ Աջարիայի ոստիկանության աշխատակիցները որպես ապացույց առևանգել են բրակաբալին եւ կոկային։ Հանցագործությունը պատժում է 12 տարի ժամկետով ազատազրկում։